Սիրելի եկեղեցի, մենք ինչպես գիտեք քարոզաշարք ունենք, բայց այս երկու շաբաթվա մեջ դադար պիտի առնենք, քանի որ եկեղեցիական օրացույցի վրա ունենք երկու շատ կարևոր տոներ՝ համբարձում եւ հոգեգալուստ։ Երբ որ խոսում ենք համբարձման մասին, քրիստոնեական հավատքի կարծես ամենակարևոր տոներից մեկն է։ Բայց ինչպես պատվելին շատ գեղեցիկ նշեց, հաճախ այդ տոնը մնում է ստվերում, որովհետև եւ որ խոսում ենք փրկության պատմության մասին, շատ հաճախ մեր հայացքը ուղղում ենք խաչը եւ մենք տեսնում ենք, թե ինչպես Աստված այդ հրաշալի ձևով այդ խաչը, որ մահվան գործիք էր, վեր է ածում փրկության գործիքի եւ քրիստոնեությունը կարծես ավելի կենտրոնանում է խաչի վրա։ Եվ երբեմն ավելի շատ կենտրոնանում ենք առավել հարության վրա, որովհետեւ Քրիստոսի հարությամբ երկնքի դարպասները բացվեցին եւ մահը մնաց անցյալում։ Եվ կարծես համբարձումը մնում է այսպես աննկատ։ Այնուամենայնիվ համբարձումը այն կարևոր կետն է, այն հաղթական գագաթնակետն է, այն պահն է, որ հարություն առած Քրիստոսը երկինք է բարձրանում եւ նստում է հոր կողքին եւ փառավոր իր տեղն է գտնում։ Ընդհանրապես սիրելիներ, լավ գրականության մեջ ավարտը եւ սկիզբը իրարից բաժանված չեն եւ իրար հետ կապված են։ Եվ որ հեղինակը մի բան է գրում, իրեն մտքում արդեն վերջ չկա։ Միգուցե ընթերցողը, որ կարդում է, չի հասկանում սկզբից, ուր պիտի գնա։ Բայց հեղինակի մտքում արդեն ամեն ինչ կա։ Եթե հիշեք առակները, նաև մանանեխի առակը դրա մասին էր, այդ փոքր հատիկի մեջ արդեն իսկ այդ վերջնական ծառի կերպարը կար, որ բոլոր աշխարհի թռչունները պիտի գային եւ հանգստանային այդ ծառի վրա։ Նույն ձև Ղուկասի ավետարանն է գրված այդ տրամաբանությամբ։ Եվ որ մենք կարդում ենք Ղուկասի ավետարանը, տեսնում ենք, որ Ղուկասի ավետարանը սկսվում է տաճարում տեղի ունեցող իրադարձություններով։ Եվ ավետարանը նույնպես ավարտվում է եւ աշակերտներին կոչ է ուղղվում, ասվում է, որ գնան Երուսաղեմ եւ մնան Երուսաղեմում մինչեւ հոգին պիտի գա, հոգու խոստումը որ տրվել էր։ Եվ գրված է, որ աշակերտները ամեն ժամանակ տաճարում էին եւ գովաբանում էին Աստծուն։ Եթե հիշենք Ղուկասի ավետարանը սկսվում է Զաքարիա քահանայի պատմությունով, որ տաճարի մեջ ծառայություն էր անում։ Երբ որ ծառայություն էր անում, այնտեղ հայտնվեց հրեշտակը եւ Զաքարիային լուր տվեց։ Ասեց, որ որդի պիտի ունենաս, եւ Զաքարիան, քանի որ տարիքը մեծ էր, չհավատաց եւ այդ անհավատության արդյունքում ինքը համրացավ։ Դրանից հետո տաճարից դուրս եկավ եւ իր անհավատության պատճառով, քանի որ չէր կարողանում խոսել, չկարողացավ օրհնության աղոթքը անել, որ հին ժամանակ հրեական ավանդույթի մեջ քահանան եւ որ խնկարկություն էր անում, պարտավոր էր դուրս գալ, բարձրացնել իր ձեռքերը եւ ասել Ահարոնյան այդ օրհնությունը ժողովրդին։ Մինչ քահանան խնկարկություն էր անում, ժողովուրդը դրսում աղոթում էր եւ սպասում էր այդ օրհնության աղոթքին։ Բայց Զաքարիայի աղոթքը չիրականացավ, մնաց տաճարի ներսում։ Ահարոնյան այս օրհնության աղոթքը կարող ենք նաեւ Թվոց գրքում կարդալ, որ ասում է. Տերը քեզ օրհնի եւ քեզ պահպանի, Տերը իր երեսը քեզ վրա դարձնի եւ խաղաղություն տա։ Շատ հաճախ մենք եկեղեցում լսում ենք այս օրհնության խոսքերը։ Բայց այդ ժամանակ տաճարի այդ պատարագը կարծես անավարտ մնաց։ Եվ Աստվածային օրհնությունը կարծես կանգ առավ տաճարի պատերի ներսում։ Եվ որ կարդում ենք Ղուկաս ավետարանի սկիզբը։ Բայց արդեն ավետարանի վերջում մենք տեսնում ենք ճշմարիտ քահանայապետին, Հիսուս Քրիստոսին։ Տեսնում ենք, թե ինչպես Բեթանիայում Քրիստոսը իր ձեռքերը վեր է բարձրացնում եւ օրհնում է իր աշակերտներին։ Օրհնում է աշխարհին, որ աշխարհը դարեր շարունակ կարծես սպասում էր այդ օրհնությանը։
Եվ գրված է մինչ օրհնում էր համբարձվեց, այսինքն օրհնելով համբարձվեց երկինք, որ նշանակում է, որ այդ օրհնությունը այլևս երբեք չի ընդհատվում եւ դառնում է կատարյալ պատարագ, կատարյալ ծառայություն ամբողջ ստեղծագործության համար։ Եվ Աստծո խոսքը մեզ ասում է դրանից հետո աշակերտները մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ եւ միշտ տաճարում էին, ամեն ժամ տաճարում էին եւ գովաբանում էին Աստծուն։ Սակայն սիրելիներ պիտի ուշադիր լինենք, որ սա չի նշանակում, թե փրկությունը սահմանափակվում է միայն այդ սուրբ վայրում։ Փրկությունը չի սահմանափակվում միայն տաճարում։ Աստվածային նախախնամության մեջ փրկության խորհուրդը ի սկզբանե համամարտկային էր եւ վերաբերվում էր բոլոր մարդկությանը, տիեզերական էր, սակայն այն պիտի մարմնավորեր իր հաղթանակը, պիտի սկսվեր Երուսաղեմի սրտից։ Եվ որ Ղուկասի ավետարանն ենք կարդում, Ղուկասի ավետարանում մենք կտեսնենք, որ Հիսուսը Ղուկասի ավետարանում իր ճանապարհն էր գնում դեպի Երուսաղեմ եւ 10 գլուխներ 9-րդ գլխի 51 համարից մինչև 19-րդ գլուխ 44 համարը նկարագրում է Հիսուսի ճանապարհը դեպի Երուսաղեմ։ Այսինքն գրքի մեծ մասը կարող ենք ասել ճանապարհ էր դեպի Երուսաղեմ։ Փրկությունը գնում էր դեպի Երուսաղեմ։ Եվ մենք գիտենք, որ փրկությունը գնաց Երուսաղեմի սիրտը, ընտրյալ ժողովրդի մոտ, բայց Երուսաղեմը չճանաչեց այդ այցելության ժամանակը։ Եվ առավել փրկությունը եկավ Երուսաղեմի սիրտ, բայց մերժում գտավ այնտեղ։ Բայց Աստծո սերը չնահանջեց, սիրելիներ։ Մերժման առաջ Աստծո սերը հետ չգնաց։ Այնինչ մերժվեց Երուսաղեմում, հարության եւ համբարձյալ Տիրոջ միջոցով օրհնություն դարձավ ողջ տիեզերքի համար, օրհնություն դարձավ ողջ ստեղծագործության համար։ Եվ մենք Գործ Առաքելոցում տեսնում ենք, որ Հիսուսն ասում է, եւ որ հոգին կգա, այն ժամանակ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում եւ մինչեւ աշխարհի ծայրերը։ Այսինքն փրկության խոստումը պիտի ճառագեր Երուսաղեմից եւ մենք տեսնում ենք, որ ավետարանի վերջում արդեն իսկ եւ Գործ Առաքելոցի սկզբում այդ ամենը իրականություն է դառնում եւ իրականություն է դառնում եկեղեցու միջոցով։ Համբարձյալ Տերը Երուսաղեմը դարձնում է ոչ թե փրկության վերջին հանգրվանը, այլ առաքելության մեկնակետը։ Երուսաղեմից է սկսվում այդ առաքելությունը եւ Գործ Առաքելոցը հաստատում է, որ օրհնությունը սկսելով Երուսաղեմից պիտի հասնի մինչեւ աշխարհի ծայրերը։ Տերը չի անտեսում։ Տերը չի անտեսում հրեաներին, չի անտեսում իր ժողովրդին, նա վերականգնում է ուխտը Երուսաղեմի սրտում եւ այնտեղից ճառագում է բոլոր աշխարհի վրա։ Տաճարը, որը սկսվել էր լռությամբ, այժմ դառնում այն հոգևոր կենտրոնը, որտեղից ցնծության ավետիսը պիտի գնա ամբողջ աշխարհը։ Եվ Գործ Առաքելոցում համբարձումը դառնում է այն կարևոր սահմանագիծը, որով Քրիստոսը այլևս սահմանափակված չէ վայրով կամ ազգով։ Քրիստոսը մեկ ազգի Տերը չէ, այլ ամբողջ ստեղծագործության Տերն է։ Քրիստոսը միայն տաճարում չի գործում, այլ տիրում է ամբողջ ստեղծագործության վրա։ Եվ նա համբարձվեց եւ իր ներկայությունը տարածվեց ողջ երկրի ծայրերի վրա։ Երուսաղեմ, Հրեաստան, Սամարիա եւ մինչեւ աշխարհի ծայրերը։ Եվ սա նշանակում է, որ Տերը տիրում է ողջ բնակեցված աշխարհի վրա եւ նրա գահակալությունը վեր է երկրային բոլոր կայսրություններից։ Նրա գահակալությունը վեր է ամեն ժամանակավոր զորությունից եւ Տերը իշխում է իր ստեղծագործության վրա։ Սիրելիներ, հստակ է, որ աշակերտները մինչև վերջ չէին հասկանում այդ ամենը։ Նույնիսկ հարություն առած Քրիստոսին եւ որ տեսան, Գործ Առաքելոցում հարցնում են աշակերտներն, ասում են. Տեր, այս ժամանակ է Իսրայելի թագավորությունը հաստատելու։ Իրենց մտքում դեռևս
Քրիստոսի հարությունը կապված էր Իսրայել ազգի հետ եւ Քրիստոսը Իսրայելի Տերը պիտի լիներ եւ պիտի Իսրայելի այդ քաղաքական ակնկալիքները ազգային հաղթանակը պիտի վերականգներ։ Սակայն Հիսուսը նրանց հայացքը շրջում է եւ ասում է, որ կարծես իմ իշխանությունը քաղաքական չէ եւ չի սահմանափակվում լոկ մարմնավոր սահմաններով, այլ Քրիստոսի իշխանությունը գալիս է Սուրբ Հոգու միջոցով եւ հաստատում է ոչ թե քաղաքական հնարքներով եւ ուժերով, այլ սիրով։ Եվ մենք տեսնում ենք, որ քրիստոնյա աշխարհի մեջ ինչպես է քրիստոնեական սերը թագավորում։ Սակայն շատ կարևոր մի բան, որ մենք պիտի անդրադառնանք համբարձման պատմության մեջ, որը շատ սթափեցնող է, որը զորեղ ճշմարտություն ունի իր մեջ, մենք տեսնում ենք, որ Քրիստոսը համբարձվեց որպես երկինք, ոչ թե որպես լոկ հոգեղեն ինչ-որ մի էակ, այլ մարմնապես հարություն առած Քրիստոսը համբարձվեց երկինք։ Եվ որ Քրիստոսը եկավ աշխարհ եւ որ ծնվեց, ինքը չառանձնացավ հորից, ինքը եւ հայրը մեկ էին։ Քրիստոսի մեջ բնակվում էր աստվածային ողջ լեցունությունը եւ հետաքրքիր բան է տեղի ունենում համբարձման ժամանակ։ Քրիստոսը մարմնով հարություն առավ եւ կարծես մարդկությունը վեր բարձրացրեց Աստծո մոտ եւ ուրեմն այլևս մենք օտար չենք սիրելիներ։ Մենք Աստծո ներկայության մեջ իդեմս Քրիստոսի մենք հարազատներ ենք եւ մենք մեր տեղն ունենք։ Իհարկե մենք չգիտենք, մենք լիարժեք չենք պատկերացնում, թե ինչ մարմիններ պիտի լինի, ինչպես պիտի լինի, բայց Հովհաննես Ավետարանիչը իր թղթերի մեջ գրում է, որ սիրելիներ, այժմ Աստծո որդիներ ենք եւ տակավին հայտնի չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան ինչպես որ է։ Մենք չենք պատկերացնում լիարժեք, բայց հավատում ենք, որ Քրիստոսի հետ պիտի լինենք եւ Քրիստոսի ներկայության մեջ պիտի լինենք։ Մեր մարմնավոր այս ամեն ինչը տկար է, ժամանակավոր է, բայց Քրիստոսի մեջ մենք այդ փառքին մասնակցելու հրավերն ենք ստանում։ Եվ Ղուկասի ավետարանի հաղթական ավարտին տեսնում ենք նաև մեկ այլ բացառիկ իրադարձություն, որն իր մեջ ամբողջացնում է Քրիստոսի ողջ աստվածությունը։ Գրված է, որ աշակերտները երկրպագեցին Քրիստոսին։ Սա շատ կարևոր է Ղուկասի ավետարանի մեջ։ Սովորաբար եւ որ Ղուկասը խոսում է երկրպագության մասին, ինքը շատ զգուշ է։ Այո, եւ որ Ղուկասի ավետարանը կարդանք կտեսնենք, որ մի քանի դեպքեր տեղի ունեցան, եւ որ մարդիկ եկան եւ Հիսուսի ոտքերն ընկան։ Բայց երկրպագություն բառը խոսվում է կամ երկրպագություն բառը օգտագործվում է այստեղ Ղուկասի ավետարանի մեջ։ Եվ որ աշակերտները տեսնում են այդ փառահեղ իրադարձությունը, հանդիսավոր իրադարձությունը, իրենք խոնարհվում են եւ երկրպագում են Աստծուն, երկրպագում են Քրիստոսին որպես փառավորված Աստծո որդին։ Այսինքն երկրպագություն, որ պատկանում էր միայն Աստծուն, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ Քրիստոսը արժանանում է այդ երկրպագությանը։ Եվ մենք տեսնում ենք աշակերտների մեջ այդ հիմնարար շրջադարձը։ Նրանք վերջապես հասկանում են, որ իրենց ուսուցիչը ոչ թե պարզապես մի մարգարե կամ մեծ մարգարե, ով խոսում է Աստծո անունից, այլ Քրիստոսը տիեզերքի գահակալն է։ Քրիստոսը փառավորված Աստծո որդին է։ Նրանք այս ամենը հասկանում են եւ խոնարհվում են Քրիստոսի առջև։ Եվ մենք գիտենք, որ վերջի վերջո ամեն լեզու, ամեն ծունկ պիտի խոնարհվի Քրիստոսի առջև եւ դավանի, որ Քրիստոսն է Տերը։ Եվ նրանք հասկացան, որ Քրիստոսը սահմանափակված չէ մի վայրով, տարածությամբ, այլ ինքը տիեզերքի թագավորն է։ Եվ նրանց հավատքը չի մնում որպես հուշ, այլ վերեացում կենդանի երկրպագության, որովհետև նրանք գիտակցեցին Քրիստոսի ով լինելը։ Եվ իրական երկրպագությունը սրա մեջ է, սիրելիներ, եւ որ ի սրտե մարդիկ հասկանալով խոնարհվում են եւ երկրպագում են։
ծրագրված, պլանավորված բան չկար։ Ինքնաբուխ երկրպագություն էր, եւ Աստված այդպիսի երկրպագություն է սիրում։ Աշակերտների մոտ այս փոփոխությունը տեղի ունեցավ, որովհետև Քրիստոսը իրենց այս փորձարական, առարկայական դասը տվեց։ Դժվար է պատկերացնել, որ աշակերտները կհասկանային կամ կհավատային այդ հեռանալու վերջնական իմաստը, եթե Քրիստոսը նույնիսկ եթե իրենց հրահանգներ տար, բացատրեր եւ այլը, որ այսպես պիտի լինի, բայց նրանք ականատեսը եղան։ Ականատեսը եղան այդ փառավոր իրադարձության, եւ այդ փառավոր իրադարձությունը շատ կարեւոր էր աշակերտների համար։ Նրանք իրենց աչքերով տեսան, թե ինչպես Քրիստոսը համբարձվեց երկինք, եւ նրանք հասկացան, որ Քրիստոսին այլևս պիտի չփնտրեն ֆիզիկական ինչ-որ տեղերում, այլ Քրիստոսը իրապես կենթանի Աստծո որդին է։ Եվ նրանք հասկացան եւ երկրպագեցին եւ Տերը հանձնարարեց իրենց, ասավ գնացեք Երուսաղեմ եւ սպասեք մինչեւ հոր խոստումը պիտի գա։ Եվ մենք տեսնում ենք, որ Ղուկասի ավետարանում նրանք մեծ ուրախությամբ վերադառնում են Երուսաղեմ, որովհետև վստահ են, որ իրենց Տերը ոչ թե անցյալում է, այլ ինքը ներկայում իշխում է եւ ինքը կենթանի թագավոր է։ Այսպիսով, սիրելիներ, համբարձումը ոչ թե հրաժեշտ էր, այլ Աստծո վերջնական հաղթանակի հանդիսավոր հռչակումն էր։ Այս համբարձումը հանդիսավոր հռչակումն էր Աստծո հաղթանակի մասին, որ Տերը հաղթել է չարիքը, Տերը հաղթել է մահը։ Այսպիսով կարող ենք ասել, որ Ղուկասի պատմության մեջ եւ որ մենք կարդում ենք, կարծես տեսնում ենք, որ տաճարը սկսում է սպասումով եւ ավարտվում է տաճարի մեջ գովաբանությամբ։ Եվ սա ցույց է տալիս, որ Աստծո ծրագիրը կատարյալ է։ Եվ մենք որպես եկեղեցի կարող ենք լիովին վստահել Աստծո ծրագրին։ Եկեք ինքներս մեզ հարց տանք, մենք վստահում ենք Աստծո ծրագրին, նույնիսկ եթե հանգամանքները, եթե կյանքը ուրիշ բան է թելադրում, ինչքան ենք մենք վստահում Աստծուն։ Ղուկաս ավետարանիչը մեզ խաչից եւ հարությունից ավելի այն կողմ է տանում։ Ղուկասի ավետարանը չի ավարտվում խաչով, որովհետև խաչը պատմության վերջը չէ։ Ղուկասի ավետարանը չի ավարտվում նույնիսկ հարությամբ, որովհետև Հիսուսը պարզապես մի կենդանացած մարդ չէ, ով վերադարձավ իր երկրային կյանքին։ Ավետարանը ավարտվում է համբարձումով, որովհետև փրկության վերջնական պատկերը գահակալած Քրիստոսն է երկնքի մեջ։ Սա է Ղուկաս ավետարանի միտքը, եւ մենք պետք է գիտակցենք, որ համբարձումը ոչ թե հեռացում է, որ Քրիստոսը հեռանում է, այլ Քրիստոսի հանդիսավոր մուտքն է իր փառքի մեջ։ Սա նրա թագավորական հանդեսն է, որտեղ Քրիստոսը ստանում է իր օրինական գահը եւ իշխանություն է ունենում բոլոր ստեղծագործության վրա։ Մենք տեսնում ենք, որ համբարձումով ավարտվում է Ղուկասի ավետարանը, բայց միևնույն ժամանակ այս համբարձումը դառնում է կամուրջ գործկառաքելոցի մեջ։ Ինչպես գիտենք, գործկառաքելոցը նույնպես Ղուկաս ավետարանիչն է գրել։ Եվ կարծես համբարձումը այս կամուրջն է դառնում։ Եվ սա ոչ թե փակվող էջ է, այլ բացվող մի դուռ է։ Եթե Ղուկաս ավետարանում դա համբարձումը հաղթական ավարտն է, գործկառաքելոցում դա Քրիստոսի զորավոր գործի սկիզբն է։ Քրիստոսը բարձրանում է փառքի մեջ, իսկ եկեղեցին դուրս է գալիս այդ առաքելության ճանապարհը։ Սուրբ Հոգու զորությամբ եկեղեցին դուրս է գալիս առաքելության։ Մենք փոխասացի մեջ կարդացինք, եւ որ նայում են գործկառաքելոցում, թե ինչպես է Քրիստոսը համբարձվում եւ աշակերտները երկինք են նայում։ Եվ երկու սպիտակ հանդերձներով մարդիկ, հավանաբար հրեշտակներ, ասում են ինչու եք այդպես երկինք նայում։ Եվ սա շատ կարևոր դաս է թե աշակերտներին, թե մեզ որպես եկեղեցի։ Սա մեզ հիշեցնում է, որ մենք пассив դիրքից պիտի դուրս գանք եւ դառնանք Քրիստոսի ակտիվ գործակիցները, Քրիստոսի գործը կատարողները։ Սիրելիներ, մեր հավատքը նույնպես պիտի չսահմանափակվի եկեղեցու պատերով։
Հիսուսը համբարձվեց, որպեսզի իր ներկայությունը Սուրբ Հոգու միջոցով լինի ամենուրեք։ Մեր հայրենիքում, մեր ընտանիքներում, մեր եկեղեցում, փողոցներում եւ այսօրվա մեր կոչն է, սիրելիներ, դուրս եկեք։ Դուրս եկեք պասիվը սպասումից եւ գնացեք Քրիստոսի բարի լուրը տարածեք ամբողջ աշխարհով։ Տարածեք ձեր կողքի գտնվող մարդկանց։ Մի նայեք ուղակի երկնքին։ Նայեք ձեր կողքի մարդին Քրիստոսի աչքերով, կարիքավորին, չքավորին, ովքեր առանձնացված են միգուցե, ովքեր մերժված են, ովքեր կարիք ունեն Քրիստոսի, որպես եկեղեցի, դուրս եկեք եւ վկայեք այդ բարի լուրը։ Եվ թող մեր գործերը դառնան կենդանի վկայություն, որ Տերը կենդանի է եւ Տերը ապրում է մեր մեջ։ Գնացեք աշխարհ եւ վկայեք Քրիստոսի մասին։ Եվ սիրելիներ, նայեք աշակերտները գրված է, որ մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ։ Քրիստոսին վկայեք մեծ ուրախությամբ, այն ուրախությամբ, որ աշակերտներն ունեին։ Ուրեմն գնանք եւ ուրախությամբ վկայենք Քրիստոսին, մեր Թագավորին, որը գահակալած Փրկիչն է եւ Տերն է հավիտյանս հավիտենից։ Ամեն։